Հայաստանը չի կարողանա համատեղել ՀԱՊԿ-ին ԵԱՏՄ-ին անդամակցությունը Եվրամիության անդամակցության հետ միաժամանակ երկու աթոռին նստել դժվար թե ստացվի, ռուսական պետական 10 գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Դեսպանը միաժամանակ հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ։ Նախորդ շաբաթ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Այս օրենքը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն քաղաքական կամքի մասին է։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Վաշինգտոն, հաղորդում է CNN-ը վկայակոչելով իր աղբյուրները։ Նա բանակցություններ կունենա Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ պետքարտուղարությունն օրերս սառեցրել է Պաշտոնյայի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա Միացյալ Նահանգների մուտքի վիզա ստանալ։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները 2025 թվականի առաջին եռամսյակում խոստացել են ավելի քան 20 միլիարդ եվրոյի ռազմական օժանդակություն հատկացնել Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Վերջնական որոշումը կկայացվի հինգշաբթի օրը Բրյուսելում մեկնարկող հավաքի ընթացքում, որին մասնակցելու են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարները։